Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Նոր-Նորքի թաղապետարանի ծեծկրտուքից օրեր անց չի խախտում լռությունը։ Տեղի ունեցածի մասին նա դեռ որևէ հայտարարություն չի արել։ Մինչդեռ մեզ հանդիպած երևանցիները խոսքերից զատ կոնկրետ գործողություններ են ակնկալում։ Պաշտոնանկ անել թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանին։ 10 հոգի մի մարդու վրա թափվեցին ու սկսեցին ծեծել։ Դա շնորհք էր։ Ծեծի շուրջ քննարկումների ու սուր քննադատությունների ալիքը չի մարում։ Մինչ այդ քաղաքապետն այսօր փոცხը ձեռքին շաբաթօրյակի էր մասնակցում ու մաքրություն անում մի տարածքում, որտեղ հստակ հուշում կար. բռնությունն արդարացում չունի գրաֆիտիի տեսքով։ Աշխատանքները նրան այսպիսի գրության պատի մոտ տարան։ Նրա շուրթերից սակայն այս բառերն այդպես էլ չլսեցինք։ Քանի որ հիմա այս հատվածով նոր ճանապարհն ենք կառուցելու։ Միջադեպից հետո այս միջոցառումը նրան մոտենալու ու հարցեր տալու լրագրողների առաջին հնարավորությունն էր։ Ինչու Նոր-Նորքի թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը չի հեռացվում։ Տիգրան Ավինյանը միայն ասաց հարցազրույց չի տալիս ու անտեսեց մեր մյուս հարցերը։ Ասիլի թաղապետին ինչ որ հարցազրույց կոալիցիոն գործընկերոջը կորցնելու վտանգն է ձեզ հետ պահում։ Պարոն Ավինյան, հանրությանը հուզում է ի վերջո ազատում լինելու է։ Պարոն Ավինյան, չեք կարծում, որ ձեր լռությունը կարող է դիտվել որպես բռնության արդարացում։ Քաղաքապետը կարճ արձագանքեց միայն հեռանալիս։ Գնահատական կլինի, բայց երբ ու ինչպես չհստակեցրեց։ անպայման կլինի գնահատական։ Դու լավ տղեն դու չես։ Նոր-Նորքի թաղապետարանում տեղի ունեցած դաժան ծեծից հետո, որին անձամբ մասնակցում էր թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը, երկու քրեական գործ է հարուցվել։ Ծեծի դեպքով մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք է առաջադրվել 4 հոգու։ Իսկ դրա նախորդ օրը նույն շենքում յոգուրտով ակցիա իրականացրած ակտիվիստ Չախոյանն ու Ավագանու ընդդիմադիր Մայր Հայաստան խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը մեղադրյալ են մի խումբ անձանց կողմից տեղեկատվական տեխնոլոգիաներն օգտագործելով խուլիգանության հոդվածով։ 6-ի նկատմամբ էլ խափանման միջոցը բացակայելու արգելքն է։ Նոր-Նորքի թաղապետը քաղաքային իշխանությունը քաղաքացիական պայմանագրի հետ կիսող Հանրապետություն կուսակցությունից է։ Կոալիցիոն գործընկերներն անցնող օրերին թեև դատապարտեցին բռնությունը, բայց սլաքները հենց ծեծվածի կողմն ուղղեցին, թե նա է սադրել։ Հանրապետությունն ավելի հեռուն գնաց, միջադեպը Հայաստանի ինքնիշխանության եւ անկախության դեմ սադրանք որակելով։ Խուժանություն, ուրիշ ոչ մի բան։ Կատարվածի մասին քաղաքացիների կարծիքը փորձեցինք պարզել հենց Նոր-Նորք վարչական շրջանում։ Մոտ 1 ժամվա ընթացքում երկրորդ տեսակետ չլսեցինք։ Դա շնորհքություն էր։ Միմիայն։ Դա դաստիարակության աստիճանն է։ Այդտենց չի կարելի։ Սիրուն չի։ Ժամանակակից հասարակությունում այդպիսի դեպք։ Եթե քաղաքագիրտ մարդը ընդհանրապես sense բան չէր անի, իսկ եթե նորմալ երկիր լիներ, միանգամից հրաժարական կտար։ Արդեն իսկ պետքա գոնե առաջինը պաշտոնի կասեցում։ Լավ, ես գտնում եմ հետո շարունակությունը, որտեղ դա ճիշտ չի, ասենք մի ամբողը ինչ որ մեկի դեմ ցավում եմ շատ։ Տեղի ունեցածի մասին ոչ բոլորը գիտեին, կատարվածի շուրջ հակիրճ տեղեկացվելուց հետո նույն գնահատականներն էին տալիս։ Դա լավ բան չի, իհարկե պատիվ չի բերում մեր պետությանը հատկապես։ Ափսոս, շատ ափսոս, որտեղ այնքան անկարգ բաներ ա լինում, ես շատ վիրավորվում եմ, շատ։ Գեղեցիկ սիրուն դեպք չի։ Պետք է ասենք թե այդ ձևի վերաբերմունքը պետք է դատապարտվի ինձ թվում է։ Թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը ընդդիմախոսին ծեծելուց հետո սովորական աշխատանքային ռեժիմում է։ Նա իր Facebook-յան էջում շաբաթօրյակի շրջանակում արված աշխատանքների մասին է տեղեկացրել։ Հայկ Նահապետի ու Գայի արձաններն են լվացել։